Մասշամանկավարժական ֆակուլտետն եմ ավարտել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի։ Մանուկ հասակից զբաղվել եմ սպորտով, բռնցքամարտով հիմնականում։ Սկզբից զբաղվել եմ թեքվանդոյով, հետո փոխել եմ բռնցքամարտ։ Ունեմ մոտ 15 մեդալներ, առաջին, երկրորդ, ծառայության ժամանակ Ղարաբաղում ունեմ մեդալներ, պաշտպանության բանակում առաջին տեղն եմ եղել սպորտով։ Ծառայելուց հետո ավարտեցի ինստիտուտս ու այդ ոլորտով չշարունակեցի էլ։ Այս պահին զբաղվում եմ շինարարությամբ, կառուցում եմ դպրոցներ, Աբովյանում եմ հիմա կառուցում դպրոցներ, Աբարանում եմ կառուցել դպրոց, շենքեր։ Ունեմ այգի, զբաղվում եմ այգիով զուտ գեղեցկության համար, ոչ թե ապրելամիջոց։ Ուղղակի սիրում եմ իմ հայկական տունը, սիրում եմ այն տեղը, որտեղ որ ես չոչ եմ արել, որտեղ որ ես առաջի քայլերը, առաջի բառն եմ ասել։ Ես դրսում եմ ապրել մոտ 5 տարի, տարբեր տեղեր, բայց ամեն անգամ եղել է ժամանակ, որ մի ամսով գնացել հետ եմ եկել, բայց ամեն ժամանակ, որ հետ եմ եկել, ինչքան մոտեցել եմ մեր գյուղին, իմ ծննդավայրին, այդքան ջանս փշաքաղվել է ու հասկացել եմ, որ չէ, ես պետք է ապրեմ իմ տանը, բայց ապագաս չկառուցեմ գյուղում հողագործության հետ, այլ ուրիշ ոլորտում, ուրիշ գործերի մեջ։ Առաջ, որ մենք փոքր էինք, ստեղ ապրել ենք 6 երեխայով, ես, հոպարիս ընտանիքը, պապաս, մամաս, իմ քույրիկները, մենք ստեղ ունեինք օջախ, այն ժամանակ գազ չկար, խմելու ջուր չկար, աղբյուրներից վեդրով էինք բերում։ Իմ տատին, որ օջախի վրա ճաշ էր պատրաստում, այդ ճաշի համը մինչև հիմա ոչ միտեղ չեմ գտնում։ Իմ հայրը ապրում է այս գյուղում, ունի հարգանք, իմ հայրը ինձ դաստիարակել է, որ տղա ջան, ամոթ կա, հային չի սազում, ու տենց էլ ես որոշել եմ, որ ունենամ երեխաներ, իմ երեխաներին պետք է դաստիարակեմ։ Գիտակցում եմ, որ հայ տեսակը պետք է լինի կառուցող, լինի սիրով ու հավատարիմ։ Մարդիկ կան, որ արժեքները պահպանում են ուղղակի խոսքով, մարդիկ կան, որ արժեքները պահպանում են գործով, մարդիկ կան, որ հավատքից խոսում են ընդհանուրի մեջ, որ իրանք հավատացյալ են, բայց ընդհանուրից զատ, որ նայես իրանք հավատացյալ չեն։ Կան մեր ազգի մեջ, մեր երիտասարդության մեջ հիմա կան 3 տեսակ, ինձ թվում է 3 տեսակ։ Կան մարդիկ, ովքեր առաջի տեսակով տարբերվում են իրանց ընտանիքը սիրելով, այսինքն ուր էլ գնան, ուր էլ լինեն, առաջինը մտածում են իրանց ընտանիքի մասին։ Կան տեսակներ, որ իրանց ընտանիքը ներկայացնում են, որ սիրում են, իրանց ծնողներին սիրում են, սրբությունը հարգում են, բայց ժամանակ առ ժամանակ կատարում են քայլեր, որ իրանց սրբությանը զատ է։ Մարդիկ խոսում են սրբությունից, բայց հիմա մեր երկրը հասել է այն պահին, որ սպանությունները ավելի շատ են, բայց այդ նույն մարդը, որ սպանություն է կատարում ու գնալու է ինքը դատապարտվի դրա համար, չգիտեմ, 5, 10 կամ 15 տարի, ինքը այդ բան չի մտածում, որ իր սրբությունը, իր ծնողը մնալու է մենակ ու այդ 5-10 տարին իր հետևից լացի։ Այսինքն կարելի է այդ քայլը այդ պահին չկատարել, կարելի է այդ պահին սառը դատել, Աստված կանչել ու քայլել առաջ։ Երրորդ խումբ մարդիկ, ովքեր որ չգիտեմ ոնց ասեմ, որ այդ բառը ավելի գեղեցիկ լինի ու վիրավորական չլինի ոչ մեկի համար, ինձ թվում է այլասերված բառը կսազի։ Այսինքն օգտագործում են նարկոտիկներ, թմրադեղեր, շրջապատին վարակում են դրանով, ուղղորդում են շրջապատին, որ դա լավ բան է, առաջարկում են ընկերոջը ինչ-որ առիթի ժամանակ, ու այդ ընկերը դրանից ընկնում է կախվածության մեջ, ու տենց խորտակվում է նաև ընկերոջ կյանքը։ Ինձ թվում է այսօր փողը գերադասել է։ Գումարը գերադասել է, որովհետև 70 կամ 60%-ը գումարի համար պատրաստ է դաժե մի քիչ առաջ, որ շեշտեցի, ես սիրում եմ իմ տունը, որովհետև ստեղ եմ չոչարել, ստեղ եմ քայլել, ստեղ եմ խոսել, սովորել, մարդիկ կան, որ պատրաստ են այդ ինչ-որ գումարի դիմաց վաճառել։ Ես ամեն անգամ, երբ որ հեռախոսով ինչ-որ վիդեոներ նայելուց գալիս է, որ Շուշիում արդեն թուրքեր են ապրում, Մարտակերտում թուրքեր են ապրում, Ստեփանակերտում թուրքեր են ապրում, իմ մեջ միշտ գալիս է այն պահը, որ ես ընդեղ եմ եղել, ինձանից առաջ մարդիկ ոնց են Շուշին հետ վերցրել, ինչքան արյունաթափվել, ինչքան մարդամահացել ու հիմա որ մենք չունենք այդ ամեն ինչի, իմ համար դա խորը ցավ է։ Ես 2 տարի այնտեղ եմ ապրել։ Ես ծառայել եմ Արցախում որպես հետախույզ դիպուկահար, այդ ժամանակ իմ մեջ հայրենասիրությունն ու դուխը այնքան շատ ա եղել,
որ ես չեմ մտածել, որ կարող է գա մի օր, որ կարանք կորցնենք Արցախը։ Ես իմ ծառայության ժամանակ կորցրել եմ իմ Վաշտի հրամանատարին, կորցրել եմ իմ ծառայողական ընկերոջը դիվերսիայի ժամանակ, բայց դրանից իմ դուխը չի ընկել։ Եղել են պահեր, որ մնացել են կրակահերթի տակ։ Եղել են պահեր, որ գիտակցել ես, որ վсё, այս քո վերջի օրն է, դու կամ մահանալու ես ստեղ, կամ հետ ես գնալու ծնողներիդ մոտ։ Ամեն անգամ, երբ որ մեզ տագնապով հանել են դիրքեր, դե մենք իմացել ենք 90%-ը ինչի համար ենք բարձրանում դիրքեր։ Հիմնականում բարձրանում ենք դիվերսիոն խմբերին դիմավորելու, իրանցը չեզոքացնելու համար։ Ցանկացած մարդ, երբ որ գնում է պատրոնի դիմաց, ինքը գիտի, որ իր կյանքը 50-50 է։ Կամ ինքը ողջ կմնա, կամ կմահանա։ Բայց մենք գնացել ենք։ Մենք գնացել ենք երգով, ծիծաղով, ուրախությունով, մեկս մեկին ոգևորելով, որ գնում ենք հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն հայ տեսակի, հանուն մեր ծնողների, պապերի, եղբայրների թափածարյան։ Գնում ենք ու վсё։ Բայց հիմա չգիտեմ ոնց է մեր բանակը դաստիարակվում, ոնց են մեր դիրքերը պահում։ Բանակը պետք է հայրենիքը պաշտպանելու համար, երկրորդը տղամարդ սարքելու համար։ Երբ որ մարդը ապրում է իր ծնողների կողք, իր հարազատների կողք, իր ընկերների հետ ու ունենում է ինչ-որ մի խնդրեմ, ինքը գիտի, որ ցանկացած վարքյան իր ընկերներն ու ծնողները իր կողքն են։ Բայց երբ որ ինքը մենակով գնում է ու գիտի ինքը մենակ է ու այնտեղ 2000-3000 իր նման տղաներ են ու խնդրեմի մեջ է ընկնում, ինքը այդ խնդրեմից դուրս է գալի, դառնում է տղամարդ, սովորում է ինքնուրույն լինել, սովորում է կոկիկ լինել, սովորում է հայրենասիրություն։ Մեկը ցանկացած մարդու ինչքան ուզում են խոսքերով ասեն, ինքը չի սովորի այնքան, մինչև սեփական մաշկի վրա չզգա, մինչև դրան ձեռք չտա։ Փոքր երեխային ինչքան էլ ասես տաք է ձեռք մի տուր, ինքը չի հասկանա, որ այդ տաք է։ Մինչև մատը չդնի, որ վառվի ցավը զգա, չի հասկանա, որ տաք է։ Մենք հիմա էլ ենք ուժեղ։ Ես 2 տարի 4-5 պրիզիվ եմ տեսել, 5 տարբեր տարիքային խմբեր եմ տեսել։ 5-ի մեջ չեմ տեսել այտենց տարիքային խումբ, որ ինքը ոգեշնչված չլինի, ինքը հասուն չլինի իր տարիքից մեծ։ Հաղթած են, բայց մեկը իրանք վախկոտ են։ Վախկոտի հետ բարեկամություն չեն անում։ Վախկոտի հետ ընկերություն չեն անում, որովհետև վախի մեջ ապրող մարդը, իր տեսակով վախկոտ մարդը ամեն ինչի ամեն պահ պատրաստ է։ Մենք ունենք վառ օրինակ, ունենք հերոսներ, ունենք վիդեո տարբերակներ, որ հիմա բոլորս էլ նայում ենք։ Մեր մի զինվորը մի ավտոմատով իրանց ամբողջ Վաշտին գոռում է, որ դուք здесь всех трусы, ու իրանք բոլորը փախնում են։ Հենց այդ իրանով ասում է, որ իրանք վախկոտ են։ Ուղղակի չգիտեմ ոնց է ստացվել։ 20 թվականին այստեղ էիք։ Չէ, արտերկրում եմ եղել։ Այդ օրերին ամեն պահ, ամեն ինչը մոռացած, ովքեր որ մեր երիտասարդներից ընդեղ եղել է, բոլորս միահամուռ հավաքված, ամեն պահ լուրերն էինք նայում, ամեն պահ թերթում էինք, տեսնեինք ինչքան առաջ գնացին, ինչքան ետ եկան։ Զուտ խոսքերով ոչինչ չի լինում։ Եթե ինչ-որ մի բանի ցանկանում ես հասնես, դրա համար պետք է միջոցներ ունենաս։ Այսօր եթե փոքրուց չսերմանեցի երեխայի մեջ քո պատմությունը, քո հայ լինելը, քո գրերի գյուտը, քո տարած պատերազմները, քո տարած հաղթանակները, քո Տիգրան Մեծին, այդ երեխան մի քանի տարի հետո իր ժառանգին չի սովորացնելու այդ ամեն ինչը, իր ժառանգին չի սովորացնելու, ու անցնելու է 100 տարի մեր պատմությունը մոռացվի։ Ասում են սահմանը բացվի լավ կլինի, որ Երևանում շատ մարդկանց հետ եմ շփվում գործնական առումով, ինձ իմանում են մարգարայից եմ, ասում են դե հեսա ձեր սահմանը բացվի, ձեր համար լավ կլինի։ Ես իրանց բացատրում եմ սենց, երբ որ մեր սահմանը բացվի, էլ իմ 5 տարեկան երեխան չի կարող խանութ գնա, քո 5 տարեկան երեխան չի կարող խանութ գնա։ Եթե այսօր ես իմ ծնողների հետ դուռը անկեղծ չենք փակում, մեր ամբողջ հայատները բաց է, մեր դուռը գիշերը բաց է, այն ժամանակ հաստատ փակելու ենք։ Այն ժամանակ պատուհաններին ռեշոտկա ենք խփելու, թուրքը ամեն ինչի պատրաստ է։ Իրանց մոտ մանուկ հասակից, ընտանիքից եւ դպրոցից սերմանվում է, որ հայը ձեր թշնամին է։ Իսկ մենք այսօր սերմանում ենք, որ իրանց հետ բարեկամություն անենք։
Կան ազգեր, չէ, որ նորմալ է եվրոպական երկրներում, Ռուսաստանում, որ կարա ռուս աղջիկը ամուսնանա ուզբեկի հետ, տաջիկի հետ, թուրքի հետ, հայի հետ, բայց մեր ազգի մեջ այդ չկա։ Մեր ազգի մեջ մենք եզակի ազգերից ենք, որ մնայուն է մնացել, որ հայը պետք է ամուսնանա մենակ հայի հետ։ Այտենց քրդերի մեջ է, եզդիների մեջ է, հայերի մեջ է, կարան լինել էլի ազգեր, որ չգիտեմ իրանց մասին։ Հիմա դառնալու է այնպես, որ եթե անցավ մի 20-30 տարի ու ինչպես որ ուզում են հիմա, որ բարեկամություն անեն, հարավանություն անեն, մեկը գա ստեղ տուն առնի ապրի, բնականաբար այտենց է լինելու, որովհետև հիմա մեր երիտասարդների մեծամասնությունը շատերը ամուսնանում են պարսիկի ու հնդիկի հետ։ Իսկ ոնց կարա հայ տեսակը սերունդ տա թուրքի ու ադրբեջանցու հետ, ես չեմ պատկերացնում։ Իմ ուղեղի մեջ չի տեղավորվում։ Ես որ մտածում եմ, որ կարամ ունենամ երեխաներ, թոռնիկներ ու գա ինչ-որ մի պահ, որը տենց լինի, ես իմ մեջ սարսափ եմ ապրում։ Ես իմ մեջ չեմ ուզում ամուսնանալ, որը տենց օր չգա։ Արտը քեզ մենակ եմ